հարցազրույցով եւ ըստ էության ամրապնդել իր կարծիքը եւ դեմ արտահայտվել սահմանադրական փոփոխությունների այս փաթեթին, նշել, որ սրանք կտանեն երկիրը լճացում։ Ավելի նշվել է նաեւ, որ արկա սահմանադրությունը հնարավորություն է տալիս մեզ երկրի առջև ծառացած խնդիրները լուծել եւ ուրեմն պետք չէ այս սահմանադրությունը փոխել։ 89-րդ հոդվածի հետ կապացել, երբ միակուսակցական համակարգի մասին էր խոսել, նշել էր, որ ԽՍՀՄ մենք գիտենք, թե ինչ ավարտ ունեցավ։ Նախ ուզում եմ իմանալ ձեր կարծիքը նրա հարցազրույցի վերաբերյալ։ Ըստ էության պետք է բաժանել երկու մասի, երկու տարբեր պրիզմաներով պետք է դիտել, այն որ նախագահը, երկրորդ նախագահը ելույթ է ունեցել հարցազրույցով եւ իր դիրքորոշումներն է հայտնել, սա պետք է դիտել, որ նույնիսկ պարտավոր են պետության մեջ կարևորագույն դերակատարություն ունեցող անձնավորությունները, առավելևս որ հիմա դինամիկ զարգացումներ են գնում եւ անկանխատեսելի վիճակներ կարող են լինել, ապա ով եթե ոչ նրանք պետք է այս պահին հստակ քաղաքական խոսք ասեն։ Չեմ կիսում բոլոր այն մոտեցումները, որոնք նույնիսկ վետո իրավունք են իրենց վերապահում, ասեն թե ով իրավունք ունի խոսի, ով չէ, դա կապ չունի նորմալ մտածողության, ժողովրդավարության հետ, այնպես որ ես սա ուղղակի ոչ միայն իրավունք, այլև պարտականություն է դիտում, որ պետք է ասեն նախագահները, ոչ միայն առաջին նախագահը, ոչ միայն երկրորդ նախագահը, այլև նրանք, ովքեր ի վերջո պետության անվտանգության հետ կապված լուրջ հարցեր կան, որոնք տիրապետում են միայն նրանք։ Սա նորմալ է եւ ողջունելի է եւ պետք է այդ ռեսուրսը, որ ունեցել են որպես դեմքեր, թե նախարարներ, թե նախագահներ, իրենք պետք է կարողանան օգտագործել, որտեղ կրկնում եմ, մենք շատ այսպես չասեմ հետաքրքիր, բայց որոշակիորեն ինչ-որ մի շրջան ենք ապրում, որ ամեն ինչ հնարավոր է։ Սա մեկ, երկրորդ, ինչ վերաբերում է սահմանադրության նկատմամբ ունեցած գնահատականին։ Գիտեք, բնականաբար, եթե ինձ է կարծ տալիս, այս 25 տարի շարունակ պաշտպանել եմ, պայքարել եմ սահմանադրության ժամանակ, ընդունելու ժամանակ պետական կառավարման պարլամենտական համակարգին։ Բնականաբար շատ նորմալ է, որ կլինի նաև այլ մոտեցում եւ կլինեն քաղաքական գործիչներ, նախագահներ նախկին կամ ներկա կամ գալիք, ովքեր կպաշտպանեն այլ մոտեցում կունենան, կպաշտպանեն նախագահականը կամ կիսանախագահականը եւ այլն։ Ես դեմ եմ բոլոր այն կտրուկ գնահատականներին, որ տրվում է որևէ նախագծին, այդ թվում նաև կտրուկ գնահատականներ կիսանախագահականին կամ նախագահականին կամ պարլամենտականին։ Ուղղակի պետք է ընդունել, որ եթե իսկապես զուտարժեքային համակարգին է վերաբերում սահմանադրության, կամ տարբեր մոդելներ եւ յուրաքանչյուր իր համոզմունքով է խոսում այդ մոդելի մասին։ Իմ կարծիքը հետեւյալն է, նաև նկատի ունենալով այսօրվա իրավիճակը եւ այս 25 տարվա մեր պետության կյանքը եւ 20 տարիներ, որ սահմանադրությունն ընդունվեց, այնուամենայնիվ դեպս ունենալով նման իրականություն, ես չեմ կարծում, որ պետք է շարունակել պնդել, որ նախագահականը կամ կիսանախագահականը, որով առաջնորդվել է Հայաստանի համար ձեռնտու է։ Ես կրկնում եմ, պետք է որևէ գնահատական, փաստական փաստերով ապացուցվի եւ այս առումով կարծում եմ բանավեճի տեղ կա, ես չեմ կիսում այդ գնահատականները, բայց քիչ առաջ ես Արաքից զեկուցող էի հանրային հեռուստատեսության հետ կապված, ճիշտ կլինի բոլոր այդ հակաճառությունները, բոլոր բանավեճերը բերեն բոլոր եթերները, որ մարդիկ հասկանան, ինչի հետ համեմատեն։ Գիտեք, եթե միայն վերցնեն, ասենք միայն խոսենք կիսանախագահականի մասին եւ ներկայացնեն առանց համեմատելու այն ինչ առաջարկվում է, բնականաբար ճիշտ չի լինի, այսինքն սելեկտիվ կլինի, ընտրողաբար կլինի գնահատականը։ Պետք է կարողանալ հնարավորություն ստեղծել, առավել եւս երբ կա շատ հստակ իրար հետ աղերս ունեցող հիմնականում մոտեցումներ կիսանախագահականի եւ պարլամենտականի հետ կապված, պետք է հնարավորություն ստեղծել եւ մարդիկ նրանք ովքեր իսկապես տիրապետում են թեմային, իսկ դա շատ կարևոր է, որ տիրապետեն թեմային, եւ խոսում, բայց կարծում եմ, թե առաջի, թե երկրորդ նախագահը, թե երրորդ կան մարդիկ գոնե այս պետության մեջ, որոնք կարող են համեմատության մեջ ասել ինչն է ավելի ճիշտ, ինչ սխալ։ Ցավոք դա այդ առողջ մտային ինտելեկտուալ բանաձևը այսօր փակ է, քիչ առաջ ես մեր քննարկման ժամանակ էլ ասացի։ Այդ դեպքում, եթե պրոֆեսիոնալ քննարկումներ լինեն, ես կարծում եմ, եւ գրաժվեն կատեգորիկ գնահատականներից, որը ճիշտ չի իսկապես, եւ կասկանան ինչի համեմատել։
Համեմատության մեջ եթե դնենք, գոնե ինձ համար շատ հստակ է, հնարավոր չի չտեսնել այն առավելությունները, որ ունի իր հետ բերում են այս փոփոխությունները։ Պարոն Հակոբյան, այդ հարցազրույցին անմիջապես հաջորդել իշխանության գնահատականը, Շահնազարովը անդրադարձավ եւ ըստ էության քննադատեց երկրորդ նախագահի արտահայտած մտքերը, դրան էլ երկրորդ նախագահի գրասենյակը արձագանքեց։ Հիմա ես ուզում եմ իմանալ, դուք իշխանության տեսակետը կիսում եք այս հարցում։ Ես մանավանդ ծանոթ չեմ, բայց նույնիսկ ծանոթ չլինելու բանդերց երկու բան կասեմ։ Եթե այսօր մարդիկ գտնում են, իմ մոտեցումը միշտ նույնն է եղել, իշխանություն երբեք Հայաստանը չի փոխվել։ Արժեքային համակարգի իշխանության երբեք չի փոխվել։ Դրա համար այսօր մենք ունենք այն ինչ ունենք։ Փոխվել են անձերը, բայց փիլիսոփայությունը չի փոխվել։ Դրա համար մենք որպեսզի խորը ընկալենք ինչ է կատարվում պետության հետ, պետք է չտեղայնացնենք առանձին հատվածների վրա, պետք է հասկանանք, որ այնքան խորն ենք այսօր թաթախված այս ծանր վիճակի մեջ, որովհետև 25 տարի շարունակ ենք այսպես եկել, հա։ Տեսեք, ես որ խոսում եմ, ասում եմ վերջո, ինչի մեր ազգ, մեր ժողովուրդը չունի այդպես չի ոգևորվում հուլիսի 5-ին, որտեղ նույնիսկ շատերը չգիտեն, որ հուլիսի 5-ը սահմանադրության օր է, որովհետև մի բան, որ ընդունվեց կեղծիքներով, բացարձակակաօրինական ձևով, ժողովուրդը կապ չունի, նույնիսկ բովանդակությունը մի կողմ դնենք։ 95-ին, այո, 95 թվականից, բայց հիմա անցածը չեմ ուզում շատ անդրադառնալ դրան, բայց եթե խոսում ենք սահմանադրության մասին, փոփոխությունների մասին, եւ նրանք, ովքեր կամքի ուժ չունեն, համարձակություն չունեն, ուժ չունեն, ասեն, ժողովուրդ սխալ են կարել, որ կեղծել ենք։ Ժողովուրդ սխալ են կարել։ Հիմա գալիս ենք, որ մեր սխալը ձեզ հետ միասին ուղենք եւ մյուսներին թույլ չտանք անեն այն, ինչ որ արել են։ Լավ բաներ է շատ եղել, բայց սահմանադրության հարցում այսօր քննադատել, որ բարեփոխում պիտի չլինի, այն դեպքում ես հատուկ նրանց եմ ուղում խոսքս, ովքեր որ իսկապես պարտադրեցին կեղծիքներով սահմանադրություն, դա մի քիչ գիտեք արդեն դուրս է գալիս քաղաքական բանջարավիճի։ Եվ պետք չի որ յուրաքանչյուր այսօր ուզում է իր շրջանը արդարացնել, հա, ասենք երրորդը երկուսին, երկրորդը այն մյուս երկուսին, առաջինը այն մյուս երկուսին, այսինքն սա ճիշտ չի, թե քաղաքական առումով, թե բարոյական առումով։ Լավագույն տարբերակը ես ասել եմ, որը կլինի մի հարցազրույցի ժամանակ, եթե ասենք, սա իրավիճակի մի հարթություն է, որ կարող են իսկապես բալանսավորված ինչ որտեղ հանդուրժողական եւ նորմալ մոտեցում լինի։ Եթե ասենք 95 թվականին, որում 95 թվականին, երբ կեղծվեց սահմանադրությունը, հենց նույն գնացքին գտնվում էր հանրապետական կուսակցությունը։ ՀՇ-ի հետ միասին, իհարկե հետագայում հանրապետականը ասաց, գիտեք, այս գնացքում շատ են ուղևորները, ՀՇ-ին անեց, ինքը մենակ սկսեց վարել գնացքը, բայց հենց պատկերացրեք ինչ լավ կլինի, թող ինչ չմեղադրեն ռոմանտիկայի մեջ, կասեն ռոմանտիկ է, որ ասենք այդ 95 թվականի դերակատարները ասեն, այո, մենք սխալ ենք թույլ տվել։ Մենք կարծել ենք, մտածել ենք, որ եթե այսպեսի սահմանադրություն ընդունենք, դեպի կեղծիքներով մեր պետությունը դրանից կփրկվի, բայց սխալ են դուրս եկել։ Եկեք այսօր թող գան ասեն մի խնդիր դնեն։ Եկեք վերջապես այնպես անենք, որ ժողովուրդը իր քվեով, իր ազատ քվեով ընդունի փոփոխությունը։ Իդեպ այստեղ փակագծում ասեմ, սա իսկապես նոր սահմանադրություն է, որտեղ ամբողջ փիլիսոփայությունը, արժե համակարգը, պետական կառավարման ձևը փոխվում է։ Ուղղակի միջազգային պրակտիկայում ընդունված չի ասել նոր սահմանադրություն, հիմնականում երբ են ասում նոր սահմանադրություն, որ լինում են, ասենք, փոփոխություններ լինում կտրուկ հասարակական տեսական ֆորմացիաներում կամ հեղափոխություններ են լինում, այլայղություններ, եւ որպեսզի զատվեն նախկինից, ասում են նոր սահմանադրություն, չնայած այդ նոր սահմանադրությունը կարող է 50%-ով կրկնի այն սահմանադրությունը, որը մերժում են։ Սա փակագծում ասեմ, որ ուղղակի միջազգային պրակտիկայում է այդպես ընդունված, սա իր որակով նոր սահմանադրություն է եւ ժողովրդին մեկտեղվեն, ասեն ժողովուրդ, իսկապես եկեք պայքարենք արդար հանրաքվե անցկացնելու համար։ Կանցնի լավ, չի անցնի էլի լավ, բայց ժողովրդի ձայնով դա լինի։ Դրանից հետո վստահ եմ շատ բան կփոխվի, որովհետեւ թիվ 1 խնդիրը ոչ թե այսօր կառվել թե որն է լավ, որը վատ, առավել եւս մի քիչ լումպենացված է դաշտը, որովհետեւ չի ներկայացվում թե համեմատությունների մեջ ինչոց է, այստեղ ես տեսնում եմ դաշտ, որտեղ կարող ենք ի վերջո մենք որոշակիորեն նոր վիճակ ստեղծել պետության մեջ, բայց որովհետեւ խնդիր է դրված կամ ես կամ ոչ ոք կամ իմը կամ ոչինչը, բնականաբար սա մի քիչ արհեստական լարվածություն է բերում եւ արհեստական դաշտ է տեղադրում։ Վիկտոր Սողոմոնյանը նաեւ նշել էր, որ այս փոփոխված սահմանադրության տեքստն է, սահմանադրությունն էլ չի խանգարի երկրորդ նախագահին, եթե նա ցանկություն ունենա վերադառնալ քաղաքականություն, հանդես գալ ցուցակով եւ մասնակցել խորհրդարանական հաջողության
Հետաքրքիր է, դուք երբևէ երկրորդ նախագահի հետ համագործակցություն պատկերացնում եք։ Ես ասացի, որ ես չեմ պատրաստվում մեկնաբանել, եւ չեմ պատրաստվում որևէ փաստաբանական ծառայություն, հա, մատուցել։ Ես սիրում եմ բանավեճ, սիրում եմ խոսքը լսել, պատասխանել, որովհետեւ միևնույն է ուրիշ բան էլ ասած կլինի, երևի չեմ ուզում։ Այսինքն այդ լինի, բայց կրկնում եմ, եթե խնդիրը մենակ տեղափոխում ենք այդ դաշտ վերարտադրվել, չվերարտադրվել, մենք իսկապես գնում ենք բոլորովին ուրիշ արդյունություն, որովհետեւ մենակ այս մի մասով ոչ թե մեկնաբանում, այլ ասում եմ կարծիքը, այս ընթացքում միշտ իշխանությունը վերարտադրվել է այս սահմանադրությամբ։ Ինչ բռնենք միշտ դնենք ու ասենք սա է, չէ, ես օրինակ այդպես պարզ բանով չեմ խոսի, որովհետև եթե ուզում ենք դա ասենք, այս սահմանադրությունը միշտ ասել է թե խորհրդարանում, թե նախագահական բանում դուք եք վերարտադրվելու։ Եթե դա է մենակ արգումենտ, ախր դա լուրջ փաստարկ չեն դրանք լուրջ փաստարկներ չեն, որովհետև հիմա էլ նա է Այս որ իսկապես ես կարոտ եմ տեսնել եթերում կամ ձևաչափ լինի, որ նստեն մարդիկ ոչ թե այսպես իրար կրակեն, այսպես բանով, տարբեր լրատվական կայքերով, այլ նստեն նորմալ ցիվիլ բանավիճեն միմյանց հետ։ Այս հանրապետական կուսակցությունը մի հատ թիմ ունի, մեկ էլ ասում է չեն ուզում այս նոր փոփոխությունները, որտեղ իրանք չեն կարող մտնել խորհրդարան, որը ավելի հակաքարոզչություն է, քան քարոզչություն։ Այդ մակարդակով չեմ ուզում ես որևէ բանի պատասխանել։ Կրկնում եմ։ Նրա քաղաքականություն վերադարձը հանրության կողմից եւ ձեր որպես ԱԺ կողմից ինչպես կընկալվի։ Ես իմ խոսքը ասացի, հենց սկզբից ասացի, նախ որևէ մեկին իրավունք չի տրված ունենալ վետո իրավունք եւ ասի թե ով իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվել կամ վերադառնալ թե ոչ։ Ես դա լուրջ չեմ ընդունում եւ լուրջ մարդիկ երբեք այդպես չեն ասում։ Երկրորդը Սա ոչ թե ստանդարտ ձևակերպում է եզրույթը, որ երբեք մի ասա, երբեք չէ, ուղղակի ես կարծում եմ այս պահով մի քիչ խոսեմ, թե ինչ եմ ենթադրում։ Ես չեմ կարծում, որ Ռոբերտ Քոչարյանը այս ընթացքում ինչ վարակվել է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել, չեմ կարծում։ Ինքը հայտնել է դիրքորոշում, որը լիարժեք հիմք է ստեղծում ակտիվ երբեք քաղաքականությունից դուրս չի եղել, բայց ակտիվ քաղաքականություն ոչ միջնորդավորված, այդ դերում է եղել։ Ես կարծում եմ, որ լիարժեք հիմք է ստեղծում, որպեսզի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալի, որը չեմ կարծում մեր քաղաքական դաշտը կամ պետությունը դրանից կտուժի, որտեղ կրկնում եմ, մենք մի քիչ բան ենք, շատ կոմպլեքսավորված ենք։ Մենք պետք է իմանանք, որ մարդիկ կան, որոնք ոչ թե ցանկություն, այլ պարտավորված են, որ նրանք զբաղվեն քաղաքականությամբ, այլ առավել եւս այսպիսի իրավիճակներում։ Հետագայում ինչ զարգացումներ կլինեն, ինչ արժեքային համակարգի շուրջ կձևավորվի։ Ես դիտում եմ, կարող է սխալվեմ, բայց դիտում եմ ենթադրում եմ, որ ակտիվ քաղաքականություն կլինի, բայց ոչի այդ դաշտում, այլ դրանից հետո, հանրակրվից հետո, բայց նաև շատ նորմալ եմ դիտում, մրցակցային դաշտը ավելի կարող չանա։ Քաղաքական ակտիվ զարգացումների ականատես կլինենք հանրակրվից հետո։ Ես այսպես ասեմ, մի քիչ այդ ակտիվն ու պասիվը դրանք հարաբերական են, բայց մի փուլ է մտնում պետությունը, որտեղ գնալու է, եթե սահմանադրությունը առավել եւս բարեփոխումներ լինեն, արդեն սարերի հետևում չի լինի խորհրդարանական ընտրությունները, որտեղ արդեն հիմնական շեշտադրումը պետական կառավարման բարձրագույն օրգանը դառնալու է պարլամենտը, ինքն է ձևավորել կառավարությունը եւ այլն, եւ բնականաբար շատ ավելի լուրջ կնախապատրաստվեն եւ ինքնին ոչ թե Ռոբերտ Քոչարյանի կամ որևէ մեկի մուտքով, այլ ինքնին ժամանակը եւ հեռանկարը ստիպում պարտադրում է, որպեսզի ակտիվանա քաղաքական դաշտը։ Ես մտահոգություն չունեմ, հասկանում եք, ես ուզում եմ, որ քաղաքական դաշտը մրցակցային լինի։ Ես ուզում եմ, որ քաղաքական դաշտը զատ լինի լյումպենիզացիայից։ Ես ուզում եմ, որ մտքեր, գաղափարներ մտնեն քաղաքական դաշտ։ Մեկ-մեկ նայում ես քաղաքական դաշտում եղած պայքարին, բայց այդ հավյանքներից, պիտակավորելուց։ Բայց մենք այս 3 նախագահների շրջանից այդպես է դուրս չեք գալու։ Ես այդպես չեմ կարծում։ Գիտեք, որտեվ դուք 3 նախագահ 2 անգամ օգտագործեցիք, ես կարծում պետք է վերջապես անդրադառնամ։ Ի վերջո մի քիչ նուրբ թեմա է, բայց եկեք տեսնենք ինչու 3 նախագահները, որոնք ժամանակին իրենց ամենամտերիմ մարդիկն են եղել, ընկերներ են եղել, նաև քաղաքական գաղափար, ինչու են այսօր իրար հետ այդ հարաբերությունները։ Գուցե ինչ-որտեղ նաև պետք է նայենք այդ սահմանադրությանը։ Գուցե պետք է նայենք, որ անկախ ձևակերպումների սահմանադրությունը գործնականում ռեալ պոլիտիկի դիրքերից ասում է դու ես միակ տերը այս պետությամբ եւ ամբողջ քաղաքական դաշտի, եւ եթե փոխվում են այդ աթոռը մի հատ է, մի տեղ է մնում, բայց արդեն հասկանալի է ինչ եմ ասում։ Բոլոր դեպքերում դա այն մոտեցումն է եւ երբեք էլ գեղեցիկ ձևակերպում է 3 նախագահների շրջափուլ։ Չկա այդ բանը հիմա։
Չկա այդ բանը։ Ուրիշ հարց է, որ իրենք կարող են էական ազդեցություն ունենալ զարգացումների վրա։ Եվ շատ բնական է։ Բայց ես չեմ կարծում, եւ առաջիկա զարգացումները մի քիչ ուրիշ դաշտում են լինելու, մի քիչ ուրիշ դաշտում։ Եվ կարծում եմ մի քիչ որակապես կարող է փոխվել։ Այսինքն ոչ թե կարող է, ես ենթադրում եմ, որ կփոխվի։ Ուղղակի դա աստված, որ մի քիչ քաղաքակրթության օրենքներին ենթարկվենք, մի քիչ մշակույթ ունենանք պարլամենտական կամ քաղաքական զարգացումների նորմալ մշակույթ ունենանք, որ իշա քաղաքական դաշտի, քաղաքական մշակույթի մեր պետության զարգացման լինի այդ մրցակցությունը, որը ես ենթադրում եմ կլինի առաջիկայում։